Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է։ Վարչապետն է հայտարարել Facebook-յան էջի ուղիղ եթերում։ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է տարել վերջերս դիտած ֆիլմի հետ, նշել, որ եթե իրականությունն արձանագրվեր, բարձրաձայնվեր եւ որևէ մեկը ստանձներ պատասխանատվություն, դա իրական առաջնորդություն կլիներ։ Ֆիլմից հետո Նիկոլ Փաշինյանն իրավիճակի մասին մտածելիս համոզվել է, որ առաջնորդությունը կանխորոշված ճանապարհից դուրս գալու վճռականություն ունենալն է ու բացատրել է, թե ինչ նկատի ունի։ Ես եկել եմ եւ վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունը առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված իրադարձությունների շղթայից կամ կանխորոշված ճանապարհից դուրս գալն է եւ այդ ուժը եւ կամքը եւ այդ վճռականությունը ունենալն է։ Իհարկե, համոզված եմ շատ այդ գրահում եք, թե ինչ նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ, որ մենք, այո, 2018, 19, 20, 21, 22, 23, 24 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդին, մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները եւ կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը, նախ կանգ ենք առել եւ դուրս ենք բերել մեր երկիրը, ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ եւ կամքով եւ մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի։ Նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ ահա հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ եւ ամենապատեհ պահն է հասունանում, որովհետեւ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը եւ նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը, որը պիտի առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը եւ գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս եւ երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի, ինչի վերաբերյալ խոստումները հնչել էին նախորդիվ։ Շնորհակալ եմ։ Ընտրություններից հետո պատերազմի հավանականության մասին վարչապետի հայտարարություններն է մեկնաբանել արտգործնախարարը։ Լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն ասել է, որ սեպտեմբերը Նիկոլ Փաշինյանը պայմանական է ասել, նաև նշել, որ դա շանտաժ չէ, իրենք խաղաղություն են առաջարկում, այլ պայմաններում Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետություն գոյությունը կհայտնվի կասկածի տակ։ Նախարարը խոսել է նաև գերիների մասին, նշել, որ գերադասում է բարձրաձայն եւ հրապարակային չխոսել, այլ աշխատել, երբ արդյունք է լինում, ամբողջ հանրությունը տեղեկացվում է։ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ բոլոր մնացած պահվող անձանց շուտ ապույտ ազատ արձակումը եւս մի քայլով կամրապնդի խաղաղությունը։ Ադրբեջանի հետ աշխատում են այս ուղղությամբ, նաեւ առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ են խոսում այս մասին։ Րոպեներ առաջ ես հանձնաժողովում նստած խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունը այն է եւ մնացած նաեւ խորհրդանում չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունը այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք, բառացի մեջ բերում եմ ուղղակի այդ մտքի
կրող մի քաղաքացու խոսքը, այս Հայաստանը մեզ պետք չի, հա, այդ քարտեզը գետինը գցելը, ներողություն խոսում եմ, էլի, եւ ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության կան, անմիջապես խնդիր առաջանալու հարևանների հետ եւ հաշվի առնելով, թե հիմա խնդիրները այս օրերում մեր սեփական փորձից գտենք, բայց հիմա նաև շուրջ բոլորը նայելով ինչ մեթոդաբանությամբ են այդ խնդիրները երկրները փորձում լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի նոր պատերազմ։ Ժորժան, շանտաժը այստեղ որն է, նայեք, ասում են, մենք առաջարկում ենք խաղաղություն։ Մենք խաղաղություն ենք եւ այո, նենց եղավ, որ ինքը եղավ վարչապետ։ Եվ այո, մենք ասում ենք, մեզ պետքա խաղաղություն, մեր երկրին պետքա խաղաղություն, այլ պայմաններում ուղղակի հավատացեք, մեր խորը համոզմամբ Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետություն գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Եվ այս մի առաջարկն է քաղաքացիների, եւ կա զուգահեռ առաջարկը, չէ, մեզ այս Հայաստանը ընդհանրապես պետք չի, սա մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետքա չգիտեմ ինչ Հայաստան։ Այսի շանտաժա դա շանտաժի սովորական բան է։ Պատերազմը հետևանք էր, մեր օրոքը ուրիշ բան է, բայց որ ասում եք դուք եք բերել, սա լրիվ անհեթեթություն է։ Մեր օրոք է եղել, այո, եւ եղել է նրա հետևանքով, լավ գոնե հիմա ես կգնամ, այս եթերները կանջատվի, հարգելի գործընկերներ, գոնե Ոսի գիտակից մարդիկ եք, դուք ձեզ ամեն մեկը ինքը իրան, գոնեք խոստովանի, որ դա հետևանք է 30+ տարիներ սխալ քաղաքական այդ թվում ես, սխալ քաղաքական ուրեմն մտքի շրջանակներում մնալու հետևանք է, չհասկանալու հետևանքա, որ պետքա այդ հարցը լուծվեր եւ այլ կերպ չէր կարող լուծվել եւ այլը։ Լիքը բան կարելի է մեզ մեղադրանքներ կասել, որ մենք ենք բերել մեծ չափազանցություն։ Ինձ եւ մեզ ուղված մեղադրանքը ինչու՞մն է, որ ժամանակին չենք գնացել շատ ցավոտ կորուստների, սա մի իրավիճակա մի պատասխան է ընդհանուր, թե չենք կռվել, թե կռվել ենք, զոհերը տվել ենք, թե պետք է չտայինք հանձնելով, թե որտեվ այս մեղադրանքների մեջ իրար մեջ մեծ հակասություն կա։ Եթե երկու տարբեր մարդ ամեն մեկը մի մեղադրանքներից մեկը ուղղի, մեկ ասի դուք հիմար էիք եւ չգնացիք լուծումների, ջանդամ թե ժողովուրդը դա չէր պաշտպանում, չտվեցիք հողերը, սա մի մարդ ասի, եւ այն մյուս մարդը ասի, որ դուք պետքա կռվեիք մինչև վերջ, շատ եւ հիմա էլ կռվեք եւ չգիտեմ, կապ չունի, տարբերություն չկա, Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղ անջատ չկա եւ այլն, այսպես բաներ ասեն։ Այս հլելի հնարավոր է համակերպվել այս իրականության հետ առանձին մեղադրանքները փորձել հասցեագրել, բայց երբ որ դրանք նույն մարդիկ են ասում, հիմա ինձ հետաքրիր է էլի, ես ինչու եմ մեղավոր, որ հողերը տվել եմ, թե չեմ տվել, որ զոհեր եղել են, թե չեն եղել, այս որ իրանք բան անեն, գան եզրակացության տարբեր է, մենք քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ մենք բավարար իմաստություն չենք ունեցել հասկանալու, որ պետքա գնալ շատ շտապ եւ շատ մեծ զիջումների, որպեսզի կանխենք այս արյունայղությունը։ Բայց դա էլ հարց է, եթե մենք ունենայինք բավարար այդ իմաստությունը եւ համարձակությունը, դա ինչքանով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, այս էլ առանձին ուսումնասիրության նույնիսկ թեմա։ Այն, որ խաղաղությունն անամպ չէ, նախարարը հայտնել է նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, բայց նախարարի խոսքով ագրեսիան միմյանց նկատմամբ թշնամությունը հասարակությունների, նաև երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների տեքստերում նվազում է։ Արարատ Միրզոյանը խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, նշել, որ կա բավականին դինամիկ, դրական եւ խոստումնալից երկխոսություն, կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա իրականացվում է։ Միրզոյանը նաև պատասխանել է Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե արդյոք մեր երկիրը հումանիտար օգնություն ուղարկել է Իրան։ Նախարարը շեշտել է, որ օգնությունը հիմնականում դեղորայքի տեսքով է եղել, իսկ դրա մասին շեփորահարելու անհրաժեշտություն չեն տեսել։ Իրանի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հարաբերությունները դե յուրե ռազմավարական բնույթի վերածելու մասին։ Պատգամավորն ուներ եւս մեկ հարց. արդյոք սահմանադրությունը փոխել է Բաքվի պահանջն է։ Իրան հումանիտար օգնություն ուղարկվել է թե ոչ, եթե ոչ, ինչու՞ չէ, եթե ձեր պատասխանը այն է լինելու, որ կարիքը լինի կուղարկենք, կարիքի մասին վկայում է Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունը։ Եթե ոչ, ինձ հետաքրքիր է ինչու է այս խտրական մոտեցումը, երբ Թուրքիայում երկրաշարժի պայմաններում
սահմանը բացելով շտապում ենք հումանիտար օգնություն ուղարկել, բարեկամական Իրանին, որի հումանիտար օգնության շնորհիվ ենք նաև 90-ականներին ճգնաժամը հաղթահարել, դա դեռ չկա, եթե չկա։ Երկրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին եւ սահմանադրության փոփոխության պահանջին։ Գիտեք, տարիներ շարունակ մենք ասում ենք, որ Ադրբեջանի պահանջն է Հայաստանում սահմանադրություն փոփոխելը, դուք հերոսաբար փորձում եք հակադարձել այդ պնդումներին, հիմա արդեն մեր պնդումներին պիտի չհակադարձեք։ ԱՄՆ ազգային հետախուզական տնօրենի գրասենյակի զեկույցին պիտի հակադարձեք, եթե կարող եք, որ Իլհամ Ալիևի պահանջն է Հայաստանում փոխել սահմանադրությունը։ Եվ տեքստը արդեն որ մամուլում հայտնվել է, պարզ է, որ ճիշտ այդ տրամաբանությամբ է գնում այդ փոփոխությունների նախաձեռնությունը։ Ես ուրիշ հարց ունեմ։ Բանակցությունների ընթացքում երբևէ արտաքին գործերի նախարարությունը բարձրաձայնել է Ադրբեջանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որը կոնկրետ շատ ավելի ուղիղ տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևանից, բայց մեզ վերաբերող հատվածը Հայաստանի Հանրապետությունից։ Եթե չի բարձրաձայնվել, օրինակ ինչու չի բարձրաձայնվել։ Այդ մի խաղաքարտից ինչու ենք հրաժարվել։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Տիկին Վարդանյան, հարգելի Տիկին Վարդանյան, շատ ափսոսում եմ ձեր ժամանակը, որտեղ հիմա մի ամբողջ ելույթներ եւ փաստարկներ կառուցեցիք եւ հետո հարց ուղեցիք դրանց հիման վրա, մինչդեռ երկու հարցի պատասխանն է շատ հստակ է։ Այս ափսոսում եմ ձեր ժամանակը, որ ասում եք, որ Հայաստանը բարեկամ Իրանին հումանիտար օգնություն չի ուղարկել, իսկ այն Թուրքիային ուղարկել է։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը հիմնականում դեղորայքի տեսքով։ Եվ այլ կերպ լինել չէր կարող, ես քիչ առաջ խոսում էի, թե ինչքան կարևոր է եւ ընդհանրապես ոչ միայն այս պահին, դարավոր եւ հազարամյակներով նույնիսկ պետություններից անդին երկու երկրների երկու ժողովուրդները իրար այդպեսի անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք նաև պատասխանում եմ։ Երկրորդը սահմանադրության մասին։ Ուրեմն նայեք, Հայաստանի Հանրապետությունը եւ բանակցությունների ընթացքում ֆակտորների հետևում եւ նաեւ հանրային հրապարակային մի շարք առիթներով ասել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանության մեջ Ադրբեջանի համար որևէ խնդրահարույց ամենայն դեպս տարածքային հավակնությունների տանող որևէ պնդում չկա։ Ավելին, մենք վավերացրել ենք մի փաստաթուղթ, որը հղում է անում եւ դա սահմանադրական դատանի եզրակացությամբ, որը հղում է անում Ալմաթային, որը բացառում է տարածքային հավակնությունը իրար նկատմամբ։ Հետևաբար մեր սահմանադրական դատանը, որը իդեպ միակ մարմինն է աշխարհում, որը իրավասություն, ուղղակի իրավասություն ունի մեկնաբանել մեր սահմանադրությունը, հանդես է եկել պաշտոնական եզրակացությամբ, որ մեր սահմանադրության մեջ այդպիսի խնդիր չկա։ Միևնույն ժամանակ մենք ասել ենք նաև, որ եթե քաղաքական լավ իրավական ձևակերպումներից անդին, այնուամենայնիվ քաղաքական կամ որևէ այլ տեսակի կողմնակի այդպիսի տարածքային հավակնությունների տանող կամ այդպիսի եզրահանգում անող բան տեսնում է որևէ մեկը, ապա հավասարապես եւ գուցե ավելին այդպիսի բան կարող է տեսնել Ադրբեջանի սահմանադրության մեջ, եւ սա կրկին ասում եմ եւ հրապարակային ենք ասել եւ նաեւ բանակցությունների ընթացքում։ Բայց ուզում եմ նաև մի դիտարկման ձեր անդրադառնալ Ադրբեջանի նախագահը պահանջում է։ Վերջին հանդիպումը, ես չգիտեմ հիմա ինչքանով է կոռեկտ օրինակ, որ մասնափակ հանդիպման այդ տեսակ մանրամասներ ասեմ, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ադրբեջանի պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չկա, բայց ուրիշ բան կա, սահմանադրություն փոխելու բան, ուրիշ բան կա, եւ սա էլ իրանք հանրային են ասում եւ չեն թաքցնում, ասում են, երբ որ մենք ասում ենք մենք սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չի, իսկ մենք սա բազմիցս ենք ասել եւ այստեղ էլ կարծեմ ես ասել եմ այս մասին, իրանք ասում են, հա, շատ լավ, դա մենք չենք բանակցում, ուղղակի ձեզ տեղեկացնում ենք, որ եւ չենք պահանջում եւ դա խնդիր չկա, լավ, ձեր ներքին գործն է, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր սահմանադրությունը այս ձևակերպումները ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել։ Սա իրանք հանրային են ասել դա։ Եվ
Եվ հիմա մենք սա ընդունում ենք իգիտություն եւ ասում ենք լավ, ափսոս, բայց նույն ասացի բանում, հա, նախորդիվ ասացի դրամաբանությամբ։ Մենք էլ այդպես շատերն էլ այլ խնդիրներ կարող են տեսնել, դրա լավագույն լուծումը, հասցեագրումը հենց այս տեքստի, այսինքն համաձայնագրի ստորագրումն է եւ վավերացումն է, որը բոլոր տարընթերցումների վերջ կդնի եւ այլն։ Ինչեւ է, այստեղ մեր պատկերացումները Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պատկերացումները բաժանվում են իրարից եւ չեն համընկնում։ Եթե համընկնեին, մենք ստորագրած եւ գուցե հուսով արդեն վավերացված էլ կլինենք համաձայնագիրը։ Սահմանադրության մասին խոսել է նաև Արդարադատության նախարարը։ Լրագրողների հետ զրույցում Սրփուհի Գալյանն ասել է, որ հրապարակումը չի նշանակում, որ աշխատանքներն ավարտվելու են, հակառակը։ Խորհրդում քննարկումները շարունակվում են, իրենց համար տեքստի իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է։ Այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում եւ իրենք շարունակելու են աշխատանքը խորհրդի հետ, որպեսզի չքննարկված հարցեր չմնան։ Սրփուհի Գալյանը հավաստիացրել է, որ նոր սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը եւս քննարկվելու է խորհրդում։ Ինչ վերաբերում է հարցին, որ մինչև խորհրդի կողմից հաստատվել է, վարչապետն արդեն հայտարարում է, որ իրենց թիմը կողմ է, որ չլինի անկախության հռչակագրին հղում նոր նախագծում, արդյոք դրանով չի ազդում խորհրդի կարծիքի վրա։ Սրփուհի Գալյանը պատասխանել է, թող չազդվեն։ Խորհրդի անդամներն իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը հրապարակայնորեն, իսկ խորհրդի նիստերն էլ բաց են։ Նա կոչ արել գնալ եւ լուսաբանել։ Բոլոր հարցերը քննարկվելու են խորհրդում էլ են հավաքված մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր կարծիքներ եւ մենք պարտավոր ենք լսել յուրաքանչյուրի կարծիքը, բայց վերջում ինչպես կորոշվի ամփոփել նախագիծը, դա կմնա եւ նորմալ է, որ մնա կառավարության հայեցողությանը եւ դրանից հետո կրկին որոշողը լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դուք այնպես եք ներկայացնում կամ ամեն դեպքում իմ ականջին է այդպես հնչում, որ երբ որ մենք տեքստը հրապարակեցինք կամ հիմա եթե արվում են հայտարարություններ, վերջ։ Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում։ Խորհրդի անդամներն են, իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը հրապարակայնորեն այդ թվում, եւ ես նախորդ անգամ էլ նշեցի, որ խորհրդի նիստերը բաց են, կարող եք գալ եւ լուսաբանել, եւ ցանկալի է գաք եւ լուսաբանեք իրականում, բայց հաճախ չեք գալիս։ Հա, իդեպ, ինչի չեք գալիս։ Եկեք, ամեն ուրբաթ լինում է, չեմ կարող ասել երբ է լինելու, բայց ինձ թվում է սահմանադրության ամբողջ տեքստը եւ ձեզ պետք է հետաքրքիր լինի եւ հանրությանը եւ ձեր միջոցով մենք հանրության նաեւ պետք է տեղեկացնենք, թե ինչ է արվում։ Սրա մասին է խոսքը։ Դա դե նայած դուք ինչն եք համարում հեղափոխական փոփոխություն։ Եթե օրինակ կառավարման կարգի փոփոխությունն է ընկալվում որպես հեղափոխական, այո, կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում, որովհետեւ պարլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսևորումն է մեր ընկալմամբ։ Նախարարն անդրադարձել է նաև Վարդաշենք հրակատարողական հիմնարկից փախուստի դիմաց անձի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներին։ Սրփուհի Գալյանն ասել է, որ աշխատում են գործընկեր կառույցների հետ անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Հիշեցնեմ, մարտի 22-ին հրակատարողական ծառայությունից հայտնել էին, թե Վարդաշենք հրակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող անձ է 95 թվականին ծնված դատապարտյալը, որը պահվում էր առանց պահակախմբի, բացակայում մեգացարանից։ Հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերն ու տարածաշրջանային իրողություններն են քննարկել Հայաստանի եւ Վրաստանի նախագահները։ Թբիլիսիում Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Միխեիլ Կավելաշվիլիին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին այցելության եւ կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության արարողությանը ներկա լինելու համար։ Հիշեցնեմ, Վահագն Խաչատուրյանը Վրաստանում ներկա է եղել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Շարունակենք, 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է եւս 1 վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով։ Այս մասին հայտնում են դատախազությունից։ Քրեական 2 վարույթները միացվել են, կատարվում է նախաքննություն։ Նշեմ, որ ըստ նախնական տեղեկությունների երեխային ծեծել է խորթմայրը, 38-ամյա կինը երեխային բռնությանը ենթարկել մոտ 1.5 ամիս։ Մարտի 18-ին նրան 2 ամսով կալանավորել են։ Ազգային ժողովում Արդարադատության նախարարը խոսելով դեպքի մասին նշել է, որ առանձին դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024-ի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի ախտաբանության լիարժեք եւ համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը։ Մասնավորապես չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումն ու անարդյունավետ բուժումը հանգեցրել են վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը։ Հիվանդը տեղափոխվել է այլ հիվանդանոց, որտեղ հաստատվել է վեգեների գրանուլեմատոզ ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Օրդինատորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը 1 ամսվա նպաստի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների 1 տարվա նպաստ ստանալու գործընթացը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննության պարզվել է, որ նշված անձը նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022-ին որպես կաշառք ստացել է նրա 1 ամսվա նպաստի չափով գումար, դրա դիմաց չարձանագրելով վերջինի կողմից ՍՊԸ-ում աշխատելու եւ խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները։ Նաև կազմել եւ հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։ Բացահայտվել է նաև նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին 1 ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք։ Արդյունքում Լոռու մարզի այդ բնակիչները ստացել են ընդհանուր 786 000 դրամ նպաստ։ Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակչի։ Նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Գործընկերության կոմիտեի 5-րդ նիստին մասնակցել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացին, այդ թվում կարճաժամկետ վիզաների տրամադրման ուղղությամբ աշխատանքներին, նաև ենթակառուցվածքային ծրագրերին։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերը, երկխոսության մեկնարկից մինչև գործողությունների ծրագրի ստացումը եւ դրա իրականացման ուղղությամբ գործնական քայլերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայկական կողմին տրամադրված գործողությունների ծրագրի բովանդակությունը, ընդգծելով սահմանված հենանիշները եւ դրանց կատարման շրջանակում իրականացվող օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է։ Այս մասին, ինչպես խոստացել էի հեշթագի ներքո, Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գիծ տեսանյութ հրապարակել։ Շարունակենք Ամերիկա-իրանական փոխադարձ սպառնալիքներ ու պահանջներ աշխարհը կարող է հայտնվել վառելիքային ճգնաժամի առջև։ Լարվածությունը պահպանվում է։ Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներն են հեռախոսով քննարկել Իրանի շուրջ իրավիճակը, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։ Արարչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը ծանրակշիռ դիվանագիտական եւ այլ աջակցության, այդ թվում մարդասիրական օգնության մատակարարման համար։ Լավրովն իր հերթին ընդգծել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում Բուշերի ատոմակայանին հասցվող հարվածների կատարյալ անթույլատրելիությունը։ Վերջին նորություններն ու աշխարհում կատարվող այլ իրադարձություններ տեսաշարով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը նավագնացության համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ Ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադրությունը եւ մասնավորապես Հորմուզի նեղուցի բացման անհրաժեշտությունը համաշխարհային նավագնացության վերականգնման համար, ասվում է հաղորդագրությունում։ Նրանք համաձայնել են, որ Հորմուզի նեղուցի բացումը կենսականորեն անհրաժեշտ է համաշխարհային էներգետիկ շուկայում կայունության ապահովման համար, հավելել է վարչապետի գրասենյակը։
Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը հուսահատության դրսևորում է որակել ԱՄՆ-ի սպառնալիքները երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների վերաբերյալ։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ Իրանը քարտեզի վրայից ջնջելու պատրանքը ցույց է տալիս հուսահատություն, պատմություն կերտող ազգի կամքի առջև։ Սպառնալիքները եւ ահաբեկումը միայն ամրացնում են մեր միասնությունը, գրել է Իրանի նախագահը։ Փեզեշքյանը հավելել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի նկատմամբ։ Ավելի վաղ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի տարբեր էլեկտրակայաններ, սկսած ամենամեծից։ Այդ ժամկետը լրանում է Թեհրանի ժամանակով մարտի 24-ի գիշերը ժամը 3-ի մոտ։ Իրանն արձագանքել է նշելով, որ երկրի նավթային եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցը ամբողջությամբ կփակվի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ դաշինքն ուսումնասիրում է Իսրայելի այն պնդումները, թե Իրանն ունի հրթիռներ, որոնք ունակ են թիրախավորելու եվրոպական մայրաքաղաքները։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Թեհրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հասնել Լոնդոն, Փարիզ եւ Բեռլին։ Նա հավելել է, որ եթե Իրանն ունենա միջուկային հնարավորություններ հրթիռային կարողությունների հետ մեկտեղ, ապա դա ուղիղ սպառնալիք, գոյութենական սպառնալիք կլինի Իսրայելի, տարածաշրջանի եւ Եվրոպայի համար, ինչպես նաև աշխարհի կայունության համար։ Մարկ Ռյուտեն նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ 22 երկիր համաձայնել են մասնակցել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու նախաձեռնությանը։ Այժմ սա պլանավորման փուլում է։ Ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները մարտի 21-ին եւ 22-ին Ֆլորիդայում բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակության հետ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները եւ ռուսական կողմի հետ ռազմագերիների փոխանակումը։ Նա նշել է, որ դիրքորոշումների համաձայնեցման հարցում կա առաջընթաց։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական կողմի հետ կառուցողական բանակցությունների մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է, որ կան Մոսկվայի հետ ռազմագերիների փոխանակումը շարունակելու վերաբերյալ ազդանշաններ։ Նրա խոսքով հասկանալի է, որ ամերիկյան կողմի ուշադրությունը այժմ կենտրոնացված է Իրանի շուրջ իրավիճակի վրա, սակայն նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը պետք է ավարտել։ Էմանուել Գրեգուարը ձախ սոցիալիստական կուսակցության թեկնածուն, որն աջակցություն էր ստացել երկրի մյուս ձախ քաղաքական ուժերի կողմից, Փարիզի քաղաքապետ է ընտրվել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։ 48-ամյա Գրեգուարը ստացել է ձայների 50.52%, 9%-ային կետով առաջ անցնելով Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատիից։ Գրեգուարը Փարիզի ներկայիս քաղաքապետ Ան Իդալգոյի տեղակալն էր։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է երկրի պետական գործերի նախագահի պաշտոնում, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության գերագույն ժողովրդական ժողովն իր առաջին նստաշրջանում, որը 15-րդ գումարման գերագույն ժողովրդական ժողովի առաջին գործունեությունն է պետական քաղաքականության իրականացման գործում, վերընտրեց ընկեր Կիմ Չեն Ընին Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահի պաշտոնում, ասվում է հաղորդագրությունում։ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի առաջնորդն է սկսած 2011 թվականից։ Կուբայի մայրաքաղաք Հավանայում էլեկտրամատակարարումը 50%-ով վերականգնվել է։ Մարտի 21-ի երեկոյան երկիրը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ լիովին հոսանքազրկվել էր։ Մարտի 22-ի կեսօրի դրությամբ Հավանայում գրեթե 500,000 տներում եւ բիզնեսներում, ինչպես նաեւ 43 հիվանդանոցներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ 10 միլիոն բնակչություն ունեցող կղզում սա մարտի ընթացքում լիակատար հոսանքազրկման արդեն երրորդ դեպքն է։ Երկրի էլեկտրական ցանցերի օպերատորները աստիճանաբար վերականգնում են էլեկտրամատակարարումը, առաջնահերթությունը տալով հիվանդանոցներին եւ ջրմուղ համակարգերին։
Անհայտ անձինք 4 շտապօգնության մեքենա են հրկիզել Լոնդոնի հյուսիսում գտնվող հրեական թաղամասում։ Քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է նախաձեռնել։ Նշվում է, որ միջադեպը դիտարկվում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ Հրդեհի վայրի մերձակայքում գտնվող շենքերի բնակիչները տարհանվել են, առանձին ճանապարհները փակվել են, սակայն տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել։ Բոլոր հրդեհները մեկուսացվել են։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է խորապես ցնցող հակասեմական հարձակումները, դրանք որակելով սարսափելի։ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում վայրեջքի ժամանակ Air Canada ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի, որի հետևանքով մահացել են օդաչուն եւ երկրորդ օդաչուն ըստ հաղորդագրությունների։ 76 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը ստացել է տեսանելի վնասվածքներ քթի հատվածում եւ վեր է թեքվել վթարից հետո։ Արտակարգ իրավիճակների խմբերը, այդ թվում ոստիկանությունը եւ հրշեջ մեքենաները, շտապել են դեպքի վայր, քանի որ օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։ Մի քանի անձինք, այդ թվում հրշեջ մեքենայի աշխատակիցները, վիրավորվել են։ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը հետաքննություն է սկսել մահացու ավիավթարի վերաբերյալ, լուրջ մտահոգություններ առաջացնելով օդանավակայանի անվտանգության եւ վայրեջքի ընթացակարգերի վերաբերյալ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք Սերբիայում ավարտված հունահռոմեական ոճի իմշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արդյունքներից հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է։ Լրագրողների հետ հանդիպմանը մարզիչն ասել է, որ կարող են ևս 2 մեդալ ունենալ, բայց չստացվեց։ 2 ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներով են ավարտել պայքարը։ Տղաների աշխատանքն իրեն գոհացնում է։ Նշեմ, որ ոսկե մեդալակիրներ են դարձել 60 կիլոգրամ քաշային Սուրեն Աղաջանյանն ու 130 կիլոգրամ քաշային Արամայիս Հարությունյանը, 77 կիլոգրամ քաշային Սամվել Տերտերյանը արծաթե մեդալակիր է, 55 կիլոգրամ քաշային Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալակիր։ Ընդհանուր առմամբ մրցումների մրցավարությունը այնքան էլ բան չէ, ոչ թե մեր նկատմամբ, այլ ընդհանուր երևի քննություն էր մրցումները, ասել նոր մրցավարներ շատ կային, մրցավարները շատ բաց թողումներ կարողացան ցույց տալ մրցումներին, բայց կոնկրետ մեր գոտեմարտները, որ ասենք մրցավար ինչ-որ խանգարի կոպիտ սխալ թույլտար մեր նկատմամբ, ինձ թվում է չեղավ, չէ՞ տղաներ, մեր հանդեպ չի եղել, բայց ուրիշ գոտեմարտներ ես տեսել եմ, որ նման բաներ եղավ, այսինքն մեր հանդեպ եղավ ոչ մտավորված մրցավարների կողմից, այլ իրոք միամիտ էին եղել, օրինակ Մանվելի գոտեմարտը այնտեղ գլորում հնարքը Մանվելը 4 հատ կատարել, իրանք 3-ն էին հաշվել եւ մաքուր հաղթանակ չէին տալիս, մենք բողոքարկեցինք եւ բնականաբար տեսնելով տեսաժապավենը մարդիկ տվեցին, նույնը եղավ Աշոտ Խաչատրյանի թուրք միշի հետ էլի Աշոտը հնար կատարելուց թուրքը կատարեց օրենքի խախտում, ոտքը բռնեց Աշոտի, ճիշտ ասած ես չէի նկատել, Աշոտը ասեց եւ էլի բողոքարկելու դեպքում մենք չելենջը հաղթեցինք, չեմ նկատել նման բան մեր հանդեպ։ Բոլորիս քաչ հայտնի բազմաթիվ հեռուստադիտողների սիրելի Arnflix կինոհարթակը շարունակում է համալրվել նոր ու յուրահատուկ հեռուստաֆիլմերով։ Օրեր առաջ Միացյալ Նահանգներում մեկնարկել են 16 մասից բաղկացած նոր մեզանից մեկը հեռուստանովելի նկարահանումները։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը ARTN հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն է։ Սցենարիստը Զոհրաբ Բեկ Գասպարենցն է, գլխավոր տերերում Էնջել Մարտիրոսյանն ու Ալբերտ Դիլոյանն են։ Ֆիլմում նկարահանվում են հայտնի ու սիրված այլ դերասաններ։ Հեռուստաֆիլմում անդրադարձ է արվում շատ խորը եւ բավականին հետաքրքիր մի թեմայի՝ թմրանյութերից կախվածության ու ալկոհոլի դեմ պայքարին, ունի դաստիարակչական նպատակ։ Միևնույն ժամանակ ֆիլմում արծարծվում է նաեւ սիրո, երազանքների ու նպատակների հասնելու թեման։ Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերությունում հերթական եռուզերն է մեկնարկում է նոր մեզանից մեկը հեռուստասերիալի նկարահանումները եւ ավանդույթի համաձայն կոտրվում է հերոսների մակագրությամբ կինոապսեն որպես ֆիլմի հաջողության խորհրդանիշ։ Մեզանից մեկը կինոպատում, որն անդրադարձ է ցավոտ թեմայի կախվածություն թմրանյութերից եւ ալկոհոլից, 16 մասից բաղկացած հեռուստանովելը նաեւ երազանքների, սիրո, հույզերի խռովք է պայքար սեփական եսի ու շրջապատի հետ։ Սերիալի գլխավոր պրոդյուսերը ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն է։
Այստեղ բացի այն, որ դերասանական կազմն է շատ լավը, սցենարն է շատ լավը, դե սցենարի մասին դու արդեն իզդիչ շուտ ես իմացել, լրիվ խմբագրությունը խմբագրելը դու ես Արիշակ ջան, եւ ինքը այնքանով է ակտուալ այս սցենարը, որ միանգամից ցենց 170 աշճանով տարբերվում է վերջի երկու Ամերիկայում նկարած ֆիլմերից, որոնք ավելի շուտ կոմեդիայի ժանրից էին, սա արդեն լուրջ ֆիլմ է, լուրջ խնդիր է առաջ դրված, որ առաջի անգամ ամբողջ ֆիլմը լրիվ ներված է լինելու ալկոհոլիզմով եւ նարկոմանիայով տառապող մարդկանց մասին է ֆիլմը եւ ինչով կարող ենք մենք այս ֆիլմով օգտակար լինենք այդ մարդկանց, որ ժամանակին հայտնաբերվի, ժամանակին բուժումները կատարվի, ժամանակին այդ մարդիկ ազատվեն այդ չարիքից եւ ամբողջ ֆիլմի նպատակը այդ է լինելու, համոզված եմ, որ եւ նկարանող խումբը եւ դերասանները, եւ ռեժիսորը, եւ սցենարիստը բոլորը ինձ թվում է շատ բարձր մակարդակի է եւ հերթական 16 մասանոց 16 էպիզոդից բաղկացած նոր հեռուստասերիալներ լինելու Artflix-ի եւ ART-ի համագործակցությամբ։ Մեզանից մեկը սերիալի սցենարիստը Զոհրաբ Բեկ Գասպարենցն է, ում տեսնելու ենք նաեւ գիտնականի դերում։ Շատ ուրախ եմ, որ շատ ուժեղ թիմ է աշխատում։ Եվ ժամանակն է արդեն ուժեղ բաներ անենք, էլի։ Էկրանը ցույց կտա, ուրախ եմ շատ։ Գլխավոր դերում Էնջել Մարտիրոսյանը, Նանի ու Ալբերտ Դիլոյանն է արտի կերպարում։ Սիրահարված եմ սցենարին, անկեղծորեն աշխատել եմ շատ տարբեր սցենարիստների հետ, թե որպես ռեժիսոր, թե որպես դերասան ինքս վերջին 10-ից ավել տարիներում ու Զոհրաբի ձեռագիրը շատ ուրիշ է։ Եզակի ֆիլմը, որի մեջ որ մարդկային տեսակը շատ իրական է գրված, եւ վատը եւ լավը, կամ սև ու կամ սպիտակ չի, բոլորը կամ վատն են, կամ լավն են, շերտավոր բոլոր կերպար, շատ բարդ կերպարներ են խաղալու, բոլորիս կերպարները, որովհետեւ իր այդ շերտերը մարդկային խաղալ ֆիլմում ամենաբարդ բաներից մեկն է դերասանի համար, երջանիկ եմ, որ այս ֆիլմի մի մասն եմ, շատ հուսով եմ, որ հանդիսատեսին կհասնի այն, ինչը որ Զոհրաբի մոտ միտքը ծագել հենց առաջին օրը, այդ զգացումը ինչ ենք, որ ուզել է փոխանցի հանդիսատեսին մեր միջոցով։ Իրականում տպավորությունը շատ լավն է, ֆիլմի առաջարկը ընդունել եմ մեծ ուրախությամբ, որովհետև այս ֆիլմը սովորական ժամանցային առօրյա ֆիլմ չի, որ ուղղակի նստենք, պոպկորն ուտենք ու նայենք, որտեղ այս ֆիլմը ավելի շատ կոչված է մարդկանց թափեցնելու, սովորեցնելու, թե ինչ վատ բան է թմրանյութ է։ Որ մարդիկ տեսնեն, հասկանան ոնց են մարդիկ կախվածության մեջ ընկնում թմրանյութից եւ ինչպես կարելի է ձերբազատվել այդ չարիքից։ Երևի շատ բան չպատմեմ դրա մասին, ֆիլմը նայեք, բայց համոզված եմ, որ այս ֆիլմը իր արդյունքը ունենալու է, որտեղ ինքը ասում այն ֆիլմերից չի, որ ժամանցային ուղակի նայեցինք ու մոռացանք։ Իրոք պետք է նայել, հասկանալ եւ հետեւություններ անել։ Նաև ինչն է գրավիչ մեզանից մեկում, այստեղ բոլոր կերպարներն են առանձնահատուկ, սկսած գլխավոր գործող անձանց ընտանիքների անդամներից մինչև վերականգնողական կենտրոնի բժիշկն ու հիվանդները։ Ասեմ մի հետաքրքիր բան, որ սովորաբար սերիալ ասացին մի քիչ հանդիսատեսը նայում է թեթև, կա այդ տենդենսը, բայց ես կարող եմ ասել, որ սա այն սերիալներից է, որ իր մեջ բավականին մեծ ասելիք ունի, սա այն հետաքրքիր նայվող սերիալներից է լինելու, հենց որ կխնդրեմ հանդիսատեսին ուշադիր լինեն։ Չակերտները չեն բացի, չեն պատմի ով է Սիլվան, բայց կարևորը շատ խաղարկային դեր է, Զոհրաբը որ զանգեց ինձ, ի սկզբանե ես ասեցի Զոր ջան, մենակ ասելիք ունենա իմ կերպարը, ու շնորհակալ եմ Զորիկին, որ իրոք իմ կերպարը շատ ասելիք ունի։ Ես մարմնավորելու եմ Կարենի կերպարը, ինքը շատ հետաքրքիր խորը կերպար է ու բոլոր կերպարներն են այս հեռուստաֆիլմ խորը, այսինքն լիքը աշխատելու կերպարը, լիքը խաղալու կերպարը, ինքը շատ խորն են, ամեն Զորիկը գրել է շատ հետաքրքիր սցենար, առաջին հերթին ինքը շատ տարբերվող է, դրա համար ինձ հետաքրքրեց ու ամեն կերպարը ինքը շատ յուրօրինակ է, որ պետքա այս դերասանական կազմը շատ կատարյալ է, ամեն մեկը համապատասխանում է իր դերին ու վստահ եմ շատ լավ ֆիլմ է դուրս գալու
ու մեծ հաջողություն նկարահանումներին է։ Կերպարը այս անգամ քիչ տարբերվում եմ խաղացած մնացած կերպարներից, այսինքն են երկրորդ պրոյեկտում որտեղ որ կա կոմեդիա է ժանրեր, ավելի ուրիշ էր, այստեղ խաղում եմ սիրուհի, այսպես ասեմ, բայց սիրուհի ասել մի քիչ ավելի բաց են փակագծերը, իսկ մի աղջիկա, որը իսկապես սիրահարվում է ամուսնացած տղամարդու եւ կարծում եմ կներկայանամ լրիվ այլ Իվետա Եդիգարյան, որպես այլ կերպար, ֆիլմը բավական հետաքրքիր է լինելու, մեծ բավականություն ստացանք արդեն իսկ առաջ օրը նկարահանման, խումբը հրաշալի խումբ է հավաքված, բոլորը պրոֆեսիոնալներ եւ ամենակարևորը շատ ջերմ մթնոլորտ է տիրում մեզ մոտ, իսկապես մեկս մյուսին սատար, շնորհակալություն կրկին անգամ Ռոբերտ Օղլաղչյանին, որ նորից կարող են մեուտար երկրում Ամերիկա մեզ բոլորիս հավաքել եւ ստեղծել հետաքրքիր ֆիլմեր։ Կարծում եմ նաև ինքը իր ազդեցությունը կունենա մեր երիտասարդության եւ առասարակ հասարակության վրա, ովքեր որ սայթակում են թեկուզ ճանապարհին, փորձենք մեր ֆիլմով որոշակի առումով իհարկե օգտակար լինել, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել եւ դրանից ոնց որ դաս քաղել։ Սերիալում մարդիկ են, ում համար ինչպես կյանքում փողն ու ազդեցության ոլորտն է ամենակարևորը։ Նրանց համար կարևոր չէ, որ երիտասարդ կյանքեր են խեղվում։ Սովորաբար վերջի ֆիլմերում ես կոմեդիաների մեջ եմ նկարվել, այս ֆիլմը նորություն է և դաստիարակչական այսպես բան ունի, ուղղվածություն, այստեղ ինձ տվել են մի դեր, որը ինձ տալիս էին մինչև այս կոմեդիաները նկարվելու, այսինքն հանցագործ աշխարհի ներկայացուցիչի, չոր մաֆիոզի, մի խոսքով։ Կանենք ինչքան որ կարող ենք տեսնենք ինչ կստացվի, կարծում եմ լավ պետք է լինի։ Ես Թերեզն եմ լինելու, Թերեզը երևի հատուկենտ դրական, լավ տրամադրված կերպարներից է, ով հուսով եմ ինչ-որ լուսավոր մի բան կբերի և չեմ ուզում շատ սպոյլ անեմ ֆիլմը, բայց այն հերոսները, ովքեր դժվարություններով են անցնում, հուսով եմ իմ կերպարը փորձելու է օգնի իրանց։ Ես մարմնավորում եմ Արամի կերպարը, շատ փակագծերը չեմ բացի, կասեմ այն, որ Արամը գլխավոր հերոսի եղբայրն է, հարազատ եղբայրն է, մի բան կասեմ շատ հետաքրքիր, շատ խարակտերնի, ասենց ասած կերպար է, երբ որ սցենարը կարդում էի, ես Արամին շորերից մինչև իր գործողությունները ամեն ինչ տեսել եմ, խոսքով ամեն ինչ շատ փակագծերը չբացեմ, շատ հետաքրքիր բան է սպասվում, սպասեք, հուսամ ձեր բոլորի սպասելիքները կարդարացնենք։ Գիտնականի օգնականն է։ Եվ շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս պրոյեկտին, աշխատելու եմ այս հրաշալի խմբի հետ, որովհետև բոլորը տաղանդավոր են, հետաքրքիր եւ սիրելի մարդիկ։ Ինչպես միշտ հերոսուհիներից մեկի մայրը։ Բայց իմ ցանկությունը բնականաբար ուրիշ կողակից տեսնել իմ աղջկա կողքին, բայց աղջկաս մոտ հաղթում է սերը, կարծես թե։ Վերջը չենք իմանա ինչ կլինի։ Այսքանը։ Այո, պետք է նայենք, որ հասկանանք ես եմ ճիշտ թե իմ աղջիկը։ Իմ աղջիկը Սոնան է, հերոսուհիներից մեկը։ Սոնա, իմ աղջիկներից։ Հերթական աղջիկներից մեկը, բայց այս ֆիլմում Սոնան։ Ինչպես եք ձեզ զգում այս կերպարը։ Լավ, շատ շնորհակալ եմ։ Ինձ թվում է մի քիչ ուժեղ կերպար է իմ կերպարը։ Իհարկե փակագծերը չեմ ուզում բացել, բայց ինձ թվում է ամեն կնոջ մեջ կա այդ внутренний стержень, որ ասում են, դա շատ կարևոր է ու Սոնան դա ունի։ Ու ինքը պայքարող կերպար է, իմ կարծիքով շատ բան կարելի է իրանից սովորել։ Սոն, բայց դու ես ճիշտ թե մաման, հələ այդ ասա։ Կներես մամ ջան, բայց այստեղ ես կպաշտպանեմ իմ իրավունքները, այո։ Ճիշտ է կանես, շատ ճիշտ կանես։ Մեզանից մեկը յուրօրինակ հնարավորություն վերանայելու կյանքի ամեն օրն ու վայրկյանը։ Նկարահանումները սկսված են բարի երթ դեպի հանդիսատեսի գնահատականը։ Եվ հանրապետության տարածքում վաղը եղանակը կլինի առանց տեղումների, մարտի 25-ից 27 շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-ից կնվազի 4-ից 6 նիշով։
Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։